դες ասում են նույնիսկ անվան հետ է կռիվ։ Ով է ասում։ Կներեք, ով է ասում։ Չէ, իրանց ներկայացուցիչ կներեք, մի հատ հստակեցնենք, խոսքը իրական մարդու մասին է, թե արհեստական բանականության։ Ում մասին է։ Հոլոգրամաներ էին, թե իրական մարդիկ։ Իրական մարդիկ էին։ Այսինքն դուք գնացել ֆիզիկապես, չէ, անկեղծ ինչի եմ հարցնում, կներեք, խնդրում չնեղանաք, որովհետև իրանց բովանդակությունը 99%-ով գեներացված է արհեստական բանականությամբ։ Նկատեք, ազգային ժողովի բակում հենց հիմա կան իրական մարդիկ, հա, իրանց հրապարակել է տեսանյութը, որ նրանք հավաքված են, այնպես չի։ Չեմ տեսել, հարցնում եմ, դե տեղյակ չեմ։ Չէ, տեղյակ չեմ, բայց հաշվի առնելով, որ իրանց դաշինքի առաջնորդն էլ, աջակիցներն էլ, իրանց ռոլիկներն էլ ամբողջությամբ արհեստական բանականությամբ են, զուտ հարցնում եմ, ինչ որ տենց անսովոր բան չէ, օրինակ նույն հարցը չեմ տալի, օրինակ, չգիտեմ, մյուս կանոնների հետ է կռիվ տալիս, որովհետև Սամվել Կարապետյանը, որովհետև վախենում եք այդ ուժի ռեյտինգից եւ դա նույն Սամվել Կարապետյանն է, որ այս մի 8 շաբաթ արդեն երևի քննչական կոմիտեից պատասխան ունի, դատախազությունից պատասխան ունի, էլ չգիտեմ, երևի ԺԵԿ-ի պետից էլ արդեն ինչ որ տեղեկանք ունի, որ ինքը հանգիստ կարա դուրս գա մարդամեջ ու խոսա եթերով, ինչ որ մի, բայց չի անում դա։ Մենք ենք վախենում իրոք։ Այն մի հատ տեքստ էին տվել, ձեռը հրապարակել էր ուղիղ թարգմանությամբ օտար լեզվից, որի դեպի եթե լրագրողական փոքրիկ հետաքննություն անեք, կհասկանաք, թե որ լեզվից է թարգմանված, ուղիղ թարգմանված Սամվել կա։ Փորձեք անել, կհասկանաք, այնտեղ առնվազն մի քանի նախադասություն կա, կամ մի նախադասություն կա, որ շատ ուղիղ մատնում է այն լեզուն, որից որ ուղիղ թարգմանված է։ Այդ մարդը ոչ իր գլխի տերն է։ Ոչ ինքն է որոշում իր էջով ինչ պետքա դրվի, ոչ ինքն է որոշում, թե իր դեմքով արհեստական բանականությամբ ինչ ռոլիկ պետքա վաղը սարքեն ու հրապարակեն, ոչ էլ ինքն է առհասարակ որոշում, թե ով է որոշում, պարոն Ալեքսանյան։ Դե դա արդեն դուք ասեք։